Հայաստանը, որ կարողանա զարգանա մեզ համար ընդունելի տեմպով, նա զարգանա առնվազն 6-7%-անոց աճ ապահովի։ Եթե Հայաստանը 6-7%-անոց աճ չի ապահովում, իսկ այսօրվա իշխանությունները խոստանում են ընդամենը 4%-անոց աճ, լավագույն դեպքում։ Դա նշանակում է, որ տնտեսապես մենք փլուզվում ենք։ Բայց ասենք, եւ մենք պատրաստ ենք, եթե մենք ստանձնում ենք ղեկը երկրի, մենք պատրաստ ենք Հայաստանում այնպեսի մոդեռնիզացիոն ծրագրեր անել, որը կապահովեն 6-7%-ի աճ։ Բայց կներեք, դա արդեն չի հերիքի։ Ես ձեզ պարզ կարող եմ ցույց տալ, որ 6-7% աճով մենք կարողանանք մեր տնտեսությունը կրկնապատկել, իսկ դրա հետ նաև կրկնապատկել մեր ռազմական ծախսերը 12 տարվա մեջ։ Այսինքն, եթե մենք ինչ-որ հրաշքով ապահովում ենք իշխանափոխությունը, Հայաստանում ապրիլի 2-ից սկսած սկսվում է մի ամենաարդյունավետ կառավարումը աշխարհում, եւ մենք ապահովում ենք բլոկադայի պայմաններում այս ռազմական չկարգավորված այս հակամարտության պայմաններում 7%-անոց աճ, այսինքն մի հրաշք, միևնույն է, քանի որ մեր ներքին համախառն արդյունքի 4-5%-ը մենք ամենաշատը կարող ենք ծախսել ռազմական ծախսերի վրա։ Այդ ռազմական ծախսերը կրկնապատկվեն, այդպես եթե 6-6% գնաք, 12 տարի շարունակ 6%-անոց աճ ունենաք։ Մեր ռազմական ծախսերը կրկնապատկվեն 12 տարի հետո։ Պարզ հաշվարկ դա։ Հետևաբար դուք առաջարկում եք այսօր 12 տարի հետո, դա կնշանակի, որ մենք Ադրբեջանից ոչ թե 8 անգամ հետ կընկնենք ռազմական ծախսերով, այլ կընկնենք 4 անգամ հետ։ Դա լուծում է, դա լուծում չէ, ու չի կարող լուծում լինել։ Լուծումը ուրեմն եկեք ֆիքսենք, բոլորս հասկանանք մի բան, ինչ հրաշքներ էլ ձեզ խոստանան, այս հարցի լուծումը ոչ ոք չի կարող տալ, ոչ ոք չի կարող ձեզ առաջարկել մի ծրագիր, որով մենք կարող ենք այս սպառազինությունների մրցավազքում ապահովենք ոչ չեմ ասում հավասար վիճակ Ադրբեջանի հետ, բայց գոնե վիճակ, որը ապահովում է մեր ազգային անվտանգությունը եւ ագրեսիայի կանխում է որևէ ագրեսիայի հնարավորություն Ադրբեջանի կողմից։ Սա ուրեմն հստակ է։ Հիմա ասում եք որն է լուծումը։ Լուծումն էլ ենք շատ բարձ ասում, այդ լուծումը ասել ենք 1991 թվականին, 1994 թվականին, 1998 թվականին, ասել ենք 2010 թվականին, ասում ենք հիմա։ Բայց հիմա շատ ենք կարևորում արդեն, որովհետև հրդեհը, ասում եմ նորից, մոտեցել է մեր տանը։ Ով չի հասկանում դա, ես չգիտեմ, այդ մարդիկ պատասխանատվություն են արդեն կրում մեր ապագայի համար, մեր ազգային շահերի համար։ Հիմա ասում ենք, պետք է արագ անել են, ինչ որ մենք 90 թվականներին ասում էինք։ Մեր ռազմի դաշտում ձեռք բերած հաղթանակը ամրապնդել միջազգային խաղաղության պայմանագրով։ Պետք է հասնել խաղաղության պայմանագրի։ Պահպանել մեր վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի, Քելբաջարի, Լաչինի նկատմամբ եւ բացել բոլոր կոմունիկացիաները, ստեղծել ռեգիոնում խաղաղ իրավիճակ, զարգացնել մեր հարաբերությունները Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի հետ, մեր երկիրը դարձնել նորմալ զարգացող, ստեղծագործող երկիր։ Դա է մեր մոտեցումը եւ դա մենք համարում ենք հնարավոր։ Շատ լավ, պարոն Զուրաբյան, վերադառնալով նախընտրական այս իրավիճակին, նախ ուզում եմ ձեր բնորոշումը, դուք Օհանյան, Ռաֆի, Օսկանյան դաշինքը կամ Ծառուկյան դաշինքը, կխնդրեմ հստակ պատասխան, համարում եք ընդդիմադիր ուժեր։ Դա ինձ համար անհետաքրքիր հարց է։ Ամեն դեպքում այո կամ ոչ։ Ասում եմ անհետաքրքիր է, ես անհետաքրիր հարցին չեմ ուզում պատասխանել։ Լավ, շատ լավ, Սամվել Բաբայանն է, ներողություն, հաջորդ հարցին, չէ, անհետաքրքիր է, անցնենք առաջ։ Կներեք, երկրի կարևոր հարցերը թողած, դուք հիմա ինձնից գնահատական եք ուզում կորզել Օհանյանի, չգիտեմ, դե մարդիկ ընտրությունների մասնակցող ազդեցիկ ուժերից մեկն են, դա մեր կներեք, որպես ընդդիմություն մեր պարտավորությունը եւ գործառույթը դա իշխանության գնահատական տալը, իշխանության գործունեության գնահատական տալն է, նրանց քննադատելը,
վերլուծելը նրանց աշխատանքը, առաջարկելը ալտերնատիվ լուծումներ։ Մեր գործը չի, մեր գործը չի։ Պարոն Զուրաբյան, Սամվել Բաբայանը ղեկ չունեցող, ղեկի մոտ չլինող տարբեր ուժերի գնահատականը ինչ էլ որ իրենք իրենցից ներկայացնեն։